զգացողություն, որ երեկվանից ավելի ճիշտ, այսպես ասեմ, մոտ 2 շաբաթ առաջ կար եւ այն պատգամը, որ ես այդ խոսքերից ելնելով, այդ դավանանքից ելնելով ես սկսեցի դրա վրա աշխատել եւ պատրաստել եմ ձեզ հետ կիսել, մոտ 2 շաբաթ առաջ էր։ Եվ դրա վկայությունը նաև Հովիվ Աշոտի պատգամի ինչ-որ մաս էր, որ այստեղ խոսեց, այն խոսքերը, որ եկավ իմ սրտի մեջ, Հովիվ Աշոտը նաև իր պատգամի մեջ դրանից որոշ բաժին խոսեց։ Եվ շաբաթ օրն էր, երբ որ մենք մեր մեդիա թիմով պետք է աղոթեինք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այդ օրը ես մենակ էի այստեղ աղոթում։ Տղաները հարմար չէր, ինչ-որ զբաղմունքներ ունեին, զբաղված էին եւ չհարմարվեց, բայց ես որոշեցի, որ ես անպայման պետք է գամ եւ իմ աղոթքը բարձրացնեմ։ Եվ շնորհակալ եմ Տիրոջից, որ այդ պահը այդ ակնթարթը բաց չթողեցի։ Եվ մնացի եւ աղոթում էի ու կարծես ոչ մի բան չկար։ Աղոթքը գնում էր սովորականի նման, սենց ուղակի բառեր էր, որ հնչում էր եւ մի պահ Սուրբ Հոգին իմ մեջ մի աղաղակ բարձրացրեց։ Տեր, թող քո կրակը գա։ Եվ երբ որ սկսեցի այդ բառերը արտասանել, զգացի Տիրոջ ներկայությունը իջավ։ Եվ մի յուրօրինակ աղոթք բարձրացավ։ Չեմ էլ հիշում բառերը, որը խոսել եմ, որը Տիրոջ հետ ես իմ մենակության մեջ արտասանել եմ, բայց զգում էի մի թանձր ներկայություն, որ իմ վրա իջել էր եւ սկսեց խոսել եւ սկսեց շարժվել եւ ուղղակի ընդամենը մի նախադասություն, որ ես սկսեցի բարձրաձայնել. Տեր, թող քո կրակն իջնի։ Ես քո կրակի կարիքն ունեմ։ Գիտեք, շատ անգամներ մենք վախենում ենք այդ կրակից, որովհետեւ գիտենք կրակի հետևանքները, գիտենք կրակի ազդեցությունը։ Բայց ուզում եմ ձեզ քաջալերել, սիրելի Աստծո ժողովուրդ, Տիրոջ կրակից մի վախեցիր։ Որքան Տիրոջ կրակը իջնում է, դու այնքան մոտեցիր այդ կրակին եւ կտեսնես, որ այդ կրակը ավելի օգտակար է քեզ համար, քան վնասակար։ Եվ երբ որ աղոթքի մեջ սկսեցի առաջ գնալ, Սուրբ Հոգին խոսեց մի քանի կետերի մասին, որ ինչ պարագայում է գալիս այդ կրակը եւ երբ որ գալիս է, ինչ է կատարվում մեր կյանքերի մեջ։ Երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, տեսնում ենք Աստծո խոսքը Աստծուն ներկայացնում է հենց որպես կրակ։ Եբրայեցիների թղթի հեղինակը 12-րդ գլխի վերջի համարում ասում է. «Քո Աստվածը ոչնչացնող, մաշող կրակ է»։ Նույն խոսքի նման օրինակը տեսնում ենք նաև երկրորդ օրինաց գրքի մեջ։ Աստծո խոսքը մեզ ասում է, որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է, նա նախանձոտ Աստված է։ Մեկ ուրիշ խոսքի մեջ, երկրորդ օրինացի 9-րդ գլուխ 3-րդ խոսքի մեջ, ասում է. «Արտիմացիր այսօր, որ քո Տեր Աստվածը ինքը կգնա քո առջևից որպես լափող կրակ, նա կորստյան կմատնի եւ կնվաճի նրանց քո առաջ, եւ դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասեց քեզ»։ Սա Աստծո էությունն է, նրա էության մեջ է, նա ամբողջությամբ երբ որ գալիս է, իր ներկայության մեջ կա կրակի այդ զորությունը, կրակի ազդեցությունը, եւ երբ որ նա գալիս է մեր կյանքերի մեջ, նա իր կրակի ազդեցությամբ մեր կյանքերի մեջ բերում է լույս։ Կրակը, երբ որ մենք ասում ենք կրակ, մենք պատկերացնում ենք լույս, որովհետև կրակի մեջ կա այդ լույսի ազդեցությունը։ Եվ Աստծո խոսքը Եսայա մարգարեի գրքի մեջ 60-19-րդ համարը ասում է. «Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, եւ լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը եւ քո Աստվածը քո փառքը»։ Երբ որ Աստված գալիս է իր կրակի ներկայությամբ, նա մեր կյանքերի մեջ բերում է լույս։ Նա իր ներկայությամբ մեզ լուսավորում է։ Այդ կրակը երբ որ գալիս է մեր կյանքերի մեջ, նա մեր կյանքերի խավարի մեջ, դժվարությունների մեջ, այդ մթության մեջ բերում է իր լույսը։
Եվ երկրորդ բանը կրակի, երբ որ ասում ենք կրակ, մենք պատկերացնում ենք ջերմություն։ Երբ որ կրակ կա, այդ կրակի շուրջ կա նաև ջերմություն, այդ կրակից նաև տարածվում է ջերմություն։ Երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, այն ջերմացնում է մեր սրտերը։ Այն հպվում է մեր սրտերին, մեր զգացմունքներին, մեր զգայարաններին, մեր որոշումներին եւ սկսում է փոփոխել, ջերմացնել։ Մեր սառած որոշումները, մեր սառած տեսիլքները, մեր սառած սիրտը սկսում է ջերմացնել, հալել իր խոսքի հանդեպ, որպիսի մենք բաց լինենք իր խոսքը ընդունելու։ Եվ մեկ այլ ազդեցություն, որ ունի կրակը, որ այդքան էլ հաճելի չի, այն ավերիչ է, այրող է։ Երբ որ այդ կրակը գալիս է, նա սկսում է մաշել։ Նա սկսում է քո կյանքի մեջից ամեն անաստվածայինը, այն ինչ որ իրեն անհաճելի է, սկսում է այրել, մոխրացնել, վառել, որպիսի մաքրի քո ներսը, բացահայտի այն գեղեցկությունը, այն հրաշալի վիճակը, որ Աստված երբևիցե ստեղծել է։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքին, տեսնում ենք, որ Աստծո խոսքը սովորաբար ցույց է տալիս, թե երբ է գալիս այդ կրակը։ Մենք նայեցինք մի քանի բաներ կրակի ազդեցության՝ լույսը, ջերմությունը եւ վառելու հատկությունը։ Բայց երբ է գալիս կրակը։ Առաջի բանը, որ ես առանձնացրել եմ, հետևյալն է, որ Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, երբ որ կա ծարավ եւ փափագ։ Աստծո ներկայությունը գալիս է քո, իմ եւ ամեն մեկիս ծարավի եւ փափագի վրա։ Երբ որ մենք ծարաված ենք Աստծո ներկայությանը, երբ որ մենք փնտրում ենք այդ ներկայությանը, երբ որ մենք փափագում ենք այդ կրակի ներկայությունը, որ գա մեր կյանքերի մեջ, նա կիշնի քո կյանքի մեջ։ Նա կգա, որպիսի հպվի քեզ։ Նա կգա, որպիսի ջերմացնի քո սիրտը։ Նա կգա, որպիսի լուսավորի քո խավար մտքերը։ Նա կգա, որպիսի մաքրի մեղքը քո կյանքից, երբ որ դու փափագես դրան։ Եվ երբ որ երկրորդ բանը տեսնում ենք, Աստծո կրակը գալիս է աղոթքի առկայության դեպքում։ Հովիվ Աշոտը այս կետին շատ անդրադարձավ իր վերջի այս պատգամի ժամանակ, երբ որ կա աղոթք, երբ որ կա Տիրոջ առաջ բարձրացած աղոթք, աղոթքին գալիս է Աստծո կրակը ի պատասխան։ Իր ներկայությունը գալիս է ի պատասխան քո աղոթքին, քո կանչին, քո աղաղակին։ Եվ մենք շատ տեսնում ենք Աստծո մարդկանց, Աստծո ծառաների, Աստծո խոսքի մեջ եւ ընդհանրապես պատմության մեջ տեսնում ենք, որ շատ Աստծո ծառաներ օրերով եւ շաբաթներով կանգնել են աղոթքի մեջ եւ ստացել են, տեսել են այդ կրակի զորությունը իրանց կյանքի մեջ։ Շատ արթնություններ եկել է աղոթքի օրերով աղոթքի մեջ ջերմեռանդ կանգնելու արդյունքում, եւ երբ որ մարդիկ սպասումով աղոթքով կանգնել են Տիրոջ առաջ, Տերն անպատասխան չի թողել։ Նա կրակի ներկայությամբ եկել է եւ լցրել է այդ վայրը։ Եվ երրորդ բանը, որ առանձնացրել եմ, դա հնազանդությունն է։ Երբ որ կա Աստծո կամքին կատարյալ հնազանդություն, այն բերում է Աստծո կրակի ներկայությունը իմ եւ քո կյանքի մեջ։ Այն ինչ որ ասում եմ ես հիմա Աստվածաշնչյան համարներով եւ հատվածներով իրար հետ պիտի նայենք։ Ուղղակի սա որպես նախաբան եմ տալիս։ Եվ չորրորդ կետը, որը գալիս է, երբ որ գալիս է Աստծո կրակը, Աստծո ներկայությունը, երբ որ կա մեղքի ազդեցություն, երբ որ մեղքը ծանրացած է, այդ իրավիճակների մեջ գալիս է Աստծո կրակը, որովհետև նա ոչ միայն զորացնող, լցնող, լուսավորող է, այլ նաև մաշող է։ Նա չի ուզում, որ իր ժողովրդի կյանքի մեջ մեղքը բուն դնի եւ ծանրանա եւ այդպես մնա իր զավակը։ Այն կրակը գալիս է, որպիսի մաքրի, ավիրի դրա ամբողջ ազդեցությունը եւ արմատները, որպիսի մենք ազատ լինենք Տիրոջը պաշտելու։ Ամեն։ Առաջի բանը, որ երբ որ գալիս է Աստծո կրակը ինչ է տեղի ունենում, ես այդ 4 կետերն ասեցի դրականից դեպի բացասական ազդեցությունը, բայց հիմա ավելի բացասականից դեպի դրականը կգնանք, որպիսի վերջում ավելի քաջալերված լինենք։
չմտածենք, որ Տերն եկավ ավիրեց ու գնաց։ Տերը թող ի սկզբանե գա եւ ավիրի քո կյանքի մեջ, հենց հիմա այն ինչ որ կա, որ իրան անհաճելի է։ Եվ Տիրոջ ներկայությունը առաջին անգամ, երբ որ գալիս է, առաջի բանը որ գալիս է, որպեսզի քո կյանքից ամեն անաստվածայինը վերացնի։ Դատապարտի մեղքը, ոչ թե քեզ, այլ մեղքը։ Քո կյանքի մեջ եղող բուն դրած արմատացած մեղքը քո կյանքից ավիրի, մաքրի եւ տանի։ Եվ Աստծո խոսքի մեջ մենք շատ իրավիճակներ ենք տեսնում, որ շատ անգամներ Աստծո կրակը իջավ, Աստծո ներկայությունն իջավ կրակի տեսքով եւ ջնջեց ամեն բան իր ճանապարհին։ Գիտեք, թեև այդ իրավիճակների մեջ այո մարդիկ նաև վնասվեցին, որովհետև նրանք չուզեցին Աստծուն որպես փրկիչ ճանաչել եւ դավանել։ Եվ դրա պատճառով նրանք իրենք էլ կործանվեցին, բայց այսօր Աստծո կրակի գալու ներկայության նպատակը քեզ կործանելը չի, այլ քո ներսում եղած անաստվածայինը մաքրելն է։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքի հատվածներին, առաջի հատվածը, որ առանձնացրել եմ Ծննդոց գրքի մեջ, առաջի ամենաարտառոց դեպքերից մեկը, որ երկնքից կրակ տեղաց, դա Սոդոմի եւ Գոմորի պատմությունն է։ Աստծո խոսքը 18-րդ գլխի 20 համարում, երբ որ կարդում ենք, ասում է, եւ Տերն ասեց, քանի որ Սոդոմացիների եւ Գոմորացիների աղաղակը մեծացել է եւ նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ։ Գիտեք, կան մեղքեր, որոնք աղաղակում են դեպի Աստված, եւ կան մեղավորների վիճակներ, որոնք աղաղակում են դեպի Աստված, եւ Աստված պատրաստակամ է այդ աղաղակներին պատասխանելու։ Նա գալիս է, որպեսզի իր պատասխանը բերի այդ մեղքի աղաղակին։ Նա գալիս է, որպեսզի քո կյանքից այդ մեղքի ծանրությունը վեր առնի։ Եվ երբ որ Աստծո խոսքը կարդում ենք արդեն 19-րդ գլխի մեջ 24 համարում տեսնում ենք, որ Տերը Սոդոմի եւ Գոմորի վրա ասում է ծծումբ եւ կրակ թափեց։ Գիտեք, երբ որ կարդում ենք առաջի խոսքն ասում է Տերը, սա ուղղակի ինչ որ արհավիրք չէր, որ երկնքից եղավ, սովորական իրավիճակ չէր, սովորական մի վիճակ չէր, որ կատարվեց, այլ Տերը, հեղինակը Տերն էր, ով բերեց այդ կրակը, որպեսզի ավիրի այն ամենը, ինչը որ մարդկային էր, ինչը որ անաստվածային էր։ Որովհետև երբ որ կարդում ենք դրանից առաջ մի քանի գլուխ առաջ Աբրահամի եւ Ղովտի բաժանման պատմությունը տեսնում ենք Աստծո խոսքն ասում է Ղովտը իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ, որ Հորդանանի այդ տարածաշրջանը ոռոգված էր, բերի էր, լավն էր։ Սա մարդկային աչքի ցանկությունն էր, տեսողությունն էր, մարդը չկարողացավ զանազանել եւ փնտրել այն, ինչ որ աստվածայինն էր, Աստծո կամքն էր, որովհետև նա ուզեց իր մարդկայինը ջանք չդնի, որևիցե բան չանի, գնա ու վայելի այդ ամենը, բայց նա չտեսավ դրա մեջ նաև այն ամեն պղծությունը, որ կար այդ շրջապատի մեջ, այդ շրջակայքի մեջ։ Եվ Աստծո խոսքն ասում է, Ղովտը բնակվում էր այդ վայրի մեջ։ Եվ Աստված լսեց այդ մեղքի աղաղակը եւ իջավ որ ավիրի։ Բայց Աստված չիջավ ավիրելու արդարներին, որովհետև երբ որ կարդում ենք, երբ որ Աստված Աբրահամի հետ խոսում էր, Աբրահամը Աստծուն հարց բարձրացրեց. արդյոք այս ամեն մեղավորների հետ նաև արդարները պիտի վնասվեն։ Աստված ասեց ոչ։ Աստված չի եկել անարդարության հետ արդարությունը դատապարտելու։ Աստված արդարությունը առանձնացնում է, քեզ որպես արդարի առանձնացնում է եւ քո ներսի անարդարությունը դատապարտում է ավիրման եւ կործանման, որպեսզի դու ազատ լինես։ Քեզ որպես Ղովտի, որ դու արդար ես, քեզ հանում է, տանում է մի ապահով վայր եւ քո ներսից Սոդոմն ու Գոմորը ավիրում է։ Նրա կրակը գալիս է դրա համար, որպեսզի քո ներսի Գոմորները եւ Սոդոմները ավիրի։ Այն ինչ որ մարդկայինն է եւ մեղքի ազդեցությունն է, որը աղաղակ է բարձրացնում Տիրոջ առաջ։ Եվ երբ որ կարդում ենք, տեսնում ենք Առաջի Կորինթացիների գրքի 3-րդ գլխի 13 խոսքում ասում է, որ ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, Երևան է հանվելու եւ ամեն մեկի գործը կրակով պիտի փորձվի։ Մեր ամեն մեկիս գործերը, մեր ամեն մեկիս Տիրոջ առաջ կանգնած վիճակը
պիտի փորձվի նրա կրակի ներկայության մեջ։ Մենք երբ որ մտնում ենք այդ ներկայության մեջ, դրա մեջ մեր կատարած գործերը, մեր որոշումներն են փորձվում։ Մեր դիրքն է Տիրոջ առաջ փորձվում։ Եվ գիտես, ես երբ որ աղոթում եի այդ օրը, երբ որ այս խոսքն ասեցի, Տեր թող քո կրակն իջնի, իմ ներսից կարծես մարդկային ասեց. բա որ չդիմանաս, բա որ վնասվես։ Եվ հետևյալը, այս միտքը, որ եկավ, ավելի լավ է ես հիմա վնասվեմ, ավելի լավ է ես հիմա այդ կրակի ազդեցությունն զգամ իմ կյանքի մեջ, թող ցավ պատճառի ինձ, ես ցավեմ դրա համար, թող ինձ համար դժվար լինի այս պահի մեջ, ես ազատվեմ այն ամենից, որը Աստծուն հաճելի չի, որը Աստծու կամքով չի, որը իմ կյանքի մեջ Սոդոմի և Գոմորի ազդեցությունն է, բայց վերջի օրվա մեջ ես Տիրոջ առաջ կանգնեմ որպես զատված, մաքրված ոսկի և ոչ թե դեն շպրտվող ինչ-որ աղբ։ Սիրելիս, ավելի լավ այսօր այդ կրակը հպվի քո կյանքին և որպես ոսկի քեզ մաքրի, զտի քեզանից այն ամենը, ինչը որ մաքուր չի, ինչը որ կեղտ է, ինչը որ աստվածային չի, ինչը որ մեղքի մարմնի ցանկությունն է, դու դրանից ազատվես, որպեսզի չլինի թե վերջի օրը, ինչպես Աստծո խոսքն ասում, շատերի բաժինը պիտի լինի կրակով վառված գեհենի և ծծումբի լիճը։ Ավելի լավ է դու այսօր այդ կրակի ազդեցությունը քո կյանքի մեջ տեսնես և նա այրի քեզ, մաքրի քեզ, զտի քեզ դրանցից, քան թե վերջում դու դառնաս հավիտենական կրակի բաժին։ Եթե համաձայն ես, կարող ես ասես ամեն։ Մի քիչ դժվար է, բայց հաճելի է։ Երբ որ այդ կրակը հպվում է, ես նորից եմ ասում, այն քեզ կործանելու համար չի։ Քո ներսի եսը մարդկայինը կործանելու համար է եկել։ Թեսաղոնիկեցիների գրքի մեջ առաջին Թեսաղոնիկեցիս 5:23-ում Աստծո խոսքն ասում է Պողոս առաքյալը, և ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի։ Ինքը Աստվածը։ Գիտես, մենք ինքներս չենք կարող մեզ մաքրել։ Մենք ինչքան էլ մեզ փորձենք մաքրենք, բաներ կա մեր պահարանների մեջ, մեր եսի, որ շատ անգամներ ասում ենք, սա պետք է, սա ինչ-որ տեղ պետք կգա, կարևոր է, հուշ է, նվեր է, բայց սիրելիս, ձեռքերդ հետ տար, թող Աստված ինքը որոշի ինչն է պետք քո կյանքից հեռացնելու։ Որովհետև երբ որ նա կորոշի և կհանի քո կյանքից, քո դարակներն ավելի ազատ կլինի իր ներկայությունը կրելու համար։ Իր օրենքները քո կյանքի մեջ ավելի կգան և կիրագործվեն քո կյանքի մեջ, քո սրտի դարակների մեջ ավելի ու ավելի նրա խոսքին տեղ կազատվի։ Թույլ տուր, որ նա մաքրի այդ դարակները, այն ամենից, ինչը որ քեզ պետք չի իրականում։ Երկրորդ բանը, որ նայում ենք, երբ որ Տիրոջ կրակը նրա ներկայությունը գալիս է ի պատասխան աղոթքի, ընդունելով զոհը և Տիրոջ փառքը լցնում է տաճարը, լցնում է քո ներսը։ Սրա մասին Հովիվաշոտը շատ սիրուն խոսեց, ես չեմ ուզում շատ մանրանամ սրա վրա, բայց ուզում եմ մի բան ասեմ, երբ որ կա աղոթք, երբ որ կա ընծայում դրված զոհ, Աստծո ներկայությունը գալիս է դրա վրա։ Մնացորդաց գրքի մեջ կարդում ենք երկրորդ մնացորդաց 7-րդ գլուխ 1-ից 2 խոսքերը, երբ որ Սողոմոնը տաճարը կառուցեց և նավակատիքն էր անում, և զոհերը դրված էին զոհասեղանին, Աստծո խոսքն ասում է, երբ որ Սողոմոնը իր աղոթքը վերջացրեց։ Երբ որ աղոթք կա, երբ որ բարձրացած աղոթք կա դեպի Տիրոջը, Աստված ունի այդ աղոթքին պատասխան, և նա ուղղակիորեն սովորական ձևով չի գալիս։ Ինչ եք կարծում, շատ անգամներ այդ արդյոք Աստծուն աղոթք չէր բարձրացել, բայց մի իրավիճակ էր, որտեղ Աստված
ուզես ցույց տալ իր գերբնական ներկայությունը, իր գերբնական այցելությունը։ Եվ Աստծո խոսքն ասում է, երբ որ Սողոմոնը իր աղոթքը ավարտեց, Աստծո կրակը երկնքից իջավ եւ վերցրեց զոհը զոհասեղանից։ Պատասխանեց այդ զոհերին, այդ ընծայմանը, որ ժողովուրդը Սողոմոնը դրել էին զոհասեղանի վրա, որպես ընծայում Տիրոջ առաջ։ Արդյոք այսօր կա քո զոհասեղանին դրված զոհեր։ Արդյոք կա այսօր աղաղակ, պաշտամունք, աղոթք, երկխոսություն դեպի Տիրոջը, նրա հետ հաղորդակցություն։ Եթե կա, ուզում եմ քեզ քաջալերել, այսօր Տիրոջ կրակը գա քո կյանքի վրա։ Այս նույն կետի մեջ, երբ որ Աստծո կրակը գալիս է, բացահայտվում է կռապաշտությունը եւ պարտվում։ Երրորդ Թագավորաց 18-րդ գլխի մեջ մենք կարդում ենք մի իրավիճակ, որ Եղիամարքարեն սարի վրա մի գերբնական Աստծո ներկայության իջնելու պատճառ դարձավ։ Եվ այստեղ նույնպես կար աղոթք եւ կար զոհասեղան։ Եվ ասում է, երբ որ երեկոյան զոհի ժամը եկավ, Եղիան իր ձայնը բարձրացրեց եւ ասեց. Իսահակի, Հակոբի, Աբրահամի Աստված, թող այսօր հայտնի դառնա, որ դու ես Տերը։ Եվ վստահ եմ ամեն մեկը այս պատմությունը կարդացել եք, թե ինչպիսի զոհասեղան էր պատրաստված, ինչպիսի իրավիճակ էր այդտեղ, եւ նմանատիպ զոհաբերություն ամբողջ Աստվածաշնչի պատմության մեջ այլևս չի կատարվել եւ չի եղել։ Եվ ասում է, երբ որ նա աղոթեց, իր ձայնը բարձրացրեց, նորից երկնքից կրակը իջավ եւ ամբողջ զոհը զոհասեղանով եւ նրա շուրջը եղած այդ փոսերի ջրերով, որ լցված էր, ամենը լափեց, վերցրեց։ Սիրելիս, անգամ եթե դու մտածում ես, որ այն ինչ որ դու դրել ես, անհնար է դրան պատասխան գա, անհնար է կրակը մոտենա դրան, ուզում եմ քեզ վշտացնել։ Աստծո կրակը լափող է եւ կապ չունի թե որքան ջուր կա այդ զոհասեղանի շուրջը պատած։ Նա կվառի ամեն ինչ։ Նա կվերցնի այն, ինչ որ իր առաջ բարձրացված է։ Անկախ նրանից որքանով է քո իրավիճակները քեզ պատել իր ջրերով եւ ասում է հնարավոր չի որ կրակը սրան հասնի, ուզում եմ քեզ ասել, Աստծո կրակը ամենահաս է եւ նա կհասնի քո զոհասեղանին, ինչքան էլ ուզում է դրա շուրջը փոսերը լցված եւ այդ զոհիդ վրա էլ լցված ջուր լինի։ Նա պիտի պատասխանի քեզ, եթե աղոթք ես բարձրացրել նրան, եթե կանչել ես նրա ներկայությունը քո կյանքի մեջ, եթե դու հրավիրել ես նրա ներկայությունը, որպեսզի նա գա եւ բացահայտի իր ինքնությունը քո կյանքի մեջ, նա կգա կրակի զորությամբ եւ կասի. ահա ես եկել եմ։ Որովհետեւ երբ որ այդ զոհի վրա կրակն իջավ, Իսրայելի ժողովուրդն Աստծո խոսքն ասում է, ընկան երեսների վրա եւ ասեցին. Տերն է Աստվածը։ Երբ որ այսօր քո կյանքի մեջ կգա այդ կրակը, դավանիր, որ Տերն Աստված է։ Ամեն։ Երրորդ բանը, որ երբ որ Աստծո ներկայությունը գալիս է կրակի միջոցով, կրակի տեսքով, հետևյալն է, հայտնում է իր ինքնությունը եւ տեսիլք ու նպատակ է մեզ փոխանցում։ Սինա լեռան վրա, երբ որ Մովսեսը իր աներոջ հոտերն էր արածեցնում, Աստծո խոսքն ասում է Մովսեսը հանկարծ տեսավ, որ մի մորենի այրվում է ու չի վերջանում։ Եվ նրա ներսում հետաքրքրություն բորբոքվեց։ Եվ ասում է նա որոշեց գնալ եւ տեսնել ինչ է կատարվում։ Եվ երբ որ մոտեցավ, Աստված այդ կրակի մեջից սկսեց խոսել։ Մովսես, այս վայրը սուրբ է։ Երբ որ Աստված քո հետ խոսում է, առաջի բանը, որ քեզ ուզում է զգուշացնել եւ քո մեջ արթնացնել, որ նրա ներկայությունը սուրբ է։ Եվ Աստված ասեց. կոշիկներդ հանիր, որովհետև այս վայրը սուրբ է։ Այն ինչ որ դու ինչպես որ աշխարհի մեջ քայլում ես,
քո առօրյայի մեջ ապրում ես, դրանով նրա ներկայության մեջ մի արի, դրան կողքի դիր, դրան քանիր քո ոտքերից եւ նրա սրբության մեջ մտիր մաքրությամբ։ Եվ երբ որ Մովսեսը մոտեցավ, առաջի բանը, որ կարդում ենք, Տերը ինչ ասեց. Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը։ Երբ որ Աստծո ներկայությունը գալիս է քո կյանքի մեջ, նա ուզում է իրեն բացահայտի, թե ով է ինքը։ Նա ուզում է քո կյանքի մեջ հայտնի, որ ինքը ամենակարող Աստված է։ Ինքը տեսիլք փոխանցող Աստված է, ինքը խոստումներ տվող եւ այդ խոստումներն իրականացնող Աստված է։ Երբ որ ասում էին Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված, դա նշանակում էր, որ այս հայրերին Աստված հայտնվել է իրանց կյանքի մեջ, նրանց ինչ որ իրավիճակներից հանել է, նրանց ինչ որ իրավիճակների միջով անցակացրել, նրանց խոստումներ ա տվել եւ այդ խոստումներին հետամուտ լինելով նրանց տարել է մինչեւ այն վայրը, որպեսզի այդ խոստումները նրանց կյանքում իրականանա։ Եվ երբ որ Աստված խոսեց Մովսեսի հետ, նրան հիշեցրեց, որ ես այն Աստվածն եմ, որը գործել է քո հայրերի հետ, որը խոսել է քո հայրերի հետ, որը շարժվել է եւ քայլել է քո հայրերի հետ, եւ նրանք տեսել են նրա ամենակարող զորությունը, եւ ես ուզում եմ այսօր, որ դու էլ ճանաչես ինձ այդպեսին եւ վայելես այն, ինչ որ ես կարող եմ անել քո հետ, ինչ որ արել եմ քո հայրերի հետ։ Եվ երրորդ բանը, որ կարդում ենք, Մովսեսի համար Աստված ասեց. ահա ես լսեցի իմ ժողովրդի աղաղակը, արի քեզ ուղարկեմ նրանց հանելու։ Ոչ միայն ուղակի հայտնեց, թե ինչպիսին է, այլ նաև Մովսեսին իր կյանքի մեջ տեսիլք տվեց, նպատակ փոխանցեց, այն ինչ որ Մովսեսը չէր էլ պատկերացնում, սիրելիս դու այսօր այստեղ նստած գուցե բաներ կա, որ չես էլ պատկերացնում, որ երբ որ Աստված գա եւ խոսի քո հետ, ինչ կարող է քեզ առաջարկել եւ ինչ տեսիլք կարող է փոխանցել։ Գուցե Մովսեսը մտածում էր, որ անապատի մեջ հիմա հրաշք կկատարվի, ջրերը կշատանան, արոտներ կբուսնի, ինքը կարիք չի ունենա այս սարից այն սար տանի իր հոտերը, բայց Աստված ասեց. իմ փափագը եւ նպատակը քո համար հոտերը չեն, այլ իմ ժողովուրդը։ Մովսեսն ուղակի մի հատ հովիվ էր անապատի մեջ, բայց Աստված նրան վերցրեց եւ տարավ, որպիսի նրան դարձնի իր ժողովրդի առաջնորդ, որպիսի իր ժողովրդին հանի եւ տանի այն խոստման երկիրը, որը խոսել էր նրանց հայրերի հետ։ Սիրելիս, գուցե դու շատ լավ աշխատանքի ես, գուցե քո կարիերան շատ հրաշալի է, բայց երբ որ Տիրոջ ներկայությունը գա, գուցե այն ամբողջությամբ գլխնի վայր շրջի եւ քեզ դարձնի մարդկանց հովիվ, մարդկանց առաջնորդ, մարդկանց քաջալերող, զորացնող, լցնող, Սուրբ Հոգու գործը կատարող։ Եթե դու պատրաստ ես, դու կարող ես Տիրոջն ասել. Տեր, թող քո կրակն իջնի։ Եթե պատրաստ չես, մի ասա դա, որովհետև երբ որ այդ կրակը գա, դու նրա առջև ոչինչ չես կարող անես։ Բայց երբ որ դու պատրաստ ես եւ ուզում ես, փափագում ես, որ այդ կրակը հպվի քեզ եւ քո կյանքի մեջ հեղաշրջում բերի, դու կարող ես դավանել եւ ասել. Տեր, թող քո կրակը գա։ Ես չեմ ուզում սովորական հովիվ մնամ։ Ես չեմ ուզում անապատների մեջ դեգերող լինեմ։ Ես ուզում եմ քո խոստմունքների մեջ մտնող լինեմ։ Եվ վերջի կետը, որ միմյանց հետ գնայենք, 4-րդ բաժինը, երբ որ գալիս է Աստծո կրակը, այն մկրտում է մեզ Սուրբ Հոգով։ Մարկոս ավետարան առաջի գլուխ 8-րդ խոսքի մեջ կարդում ենք, ասում է. ես ձեզ ջրով մկրտեցի, սա Հովհաննես ավետարանչի խոսքերն է, մկրտչի խոսքերն է։ Ասում է, ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա, ով գալիս է ինձանից հետո, ձեզ Սուրբ Հոգով կմկրտի։ Ղուկաս ավետարանիչը ստեղ ավելացում է կատարում եւ ասում է հոգով եւ կրակով կմկրտի։
Այսինքն Աստված, Հիսուսը իր Սուրբ Հոգու ներկայությամբ, երբ որ հոգին կիշնի, Հիսուսն ասեց, երբ որ հոգին վերևից կիշնի, այն ձեզ զորություն կտա։ Այն կրակի ներկայությունը, որ կգա ձեր կյանքերի մեջ, այն կգա ձեզ մաքրելու, սրբելու, զատելու եւ ձեզ զորությամբ հագցնելու համար, որպեսզի իմ վկաները լինեք։ Գիտեք, երբ որ մենք մեղքի ծանրությամբ բեռնված ենք, մեր զորությունը թերանում է այդ իրավիճակի մեջ։ Մենք չենք կարող ամբողջ զորությամբ գործել, բայց երբ որ Աստծո ներկայությունը, այդ կրակի զորությունը գալիս է, այդ մեղքի ազդեցությունը մեր վրայից վերցնում է, այրում է եւ մոխիր է դարձնում եւ իր քամով փչում է մեր կյանքից անհետացնում է այդ ամենը եւ տեղը ազատում իր զորության ներկայությանը, մենք ավելի զորացած սկսում ենք գործել։ Մեզ համար այլևս հետաքրքիր չի, թե ինչ պիտի կատարվի, որովհետև Աստծո խոսքը Գործք առաքելոց գրքի մեջ այս խոսքերից առաջ 7-րդ խոսքում մենք կարդում ենք աշակերտները Հիսուսին հարցրեցին, երբ կլինի այն ժամանակները, որի մասին դու խոսել ես։ Հիսուսը նրանց չասեց երբ կլինի, ասեց ձեր գործը չի, ձեր կարիքը Սուրբ Հոգու զորությունն է։ Ձեր կարիքը այսօր, որպեսզի այդ կրակը գա ձեր կյանքերի մեջ։ Երբ որ այդ կրակը կլինի քո կյանքի մեջ, երբ որ Աստծո ներկայությունը կլինի քո կյանքի մեջ, քեզ այլևս չի հետաքրքրի, թե երբ կլինի այդ օրը, դու ուղղակի կգործես դեպի այդ օրը գնալու։ Դու ուղղակի կշարժվես այդ զորությամբ դեպի այդ օրը գնալու համար։ Դու պատրաստ կլինես այդ օրը դիմավորելու։ Եվ երկրորդ գլուխը Գործք առաքելոց կներեք առաջի գլխի 14 խոսքը, երբ որ կարդում ենք, երբ որ Հիսուսը ասեց 8-րդ խոսքում զորությունը կգա ձեր վրա եւ դուք կլինեք իմ վկաները, 14-րդ խոսքում կարդում ենք եւ այս ամենը, այսինքն բոլոր նրանք ովքեր որ լսեցին այդ խոսքը, միաբան մեկտեղ ամեն օր աղոթում էին։ Մենք նորից տեսնում ենք, որ կար փափակ, կար սպասում, կար աղոթք եւ այս աղոթքի մեջ էր, որ Աստծո ներկայությունն իջավ։ Եվ երկրորդ գլխի առաջի խոսքերից, երբ որ կարդում ենք առաջինից 4-րդ խոսքերը, ասում է, եւ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, նրանք մեկտեղ աղոթքով միաբան էին, հանկարծակի երկնքից մի հատ ձայն իջավ քամու պես։ Եվ ասում են նրանց վրա բաժանվեց կրակի լեզուներ։ Նրանց վրա եկավ այն կրակի զորությունը, որ Սուրբ Հոգին բերեց, որի մասին խոսեց Հիսուսը, որը պիտի գար նրանց կյանքի մեջ։ Ինչի համար, ինչ պարագայում, երբ որ նրանք փափագ ունեին, երբ որ նրանք սպասում ունեին, երբ որ նրանք կանչում էին, աղոթքով փափագում էին դրան։ Տեր, մենք ուզում ենք քո խոստումը գա մեր կյանքի մեջ։ Սիրելիս, եթե այսօր քո մեջ կա փափագ եւ աղոթք, այն խոստումներին, որ Տերը տվել է քեզ երբևիցե, երբ որ դու դրա համար կանգնես եւ ամեն օր դավանես, այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես խոսացել, այն խոսացողը եղել ես դու, այն ինչ որ ասել ես իմ կյանքի համար, իմ ընտանիքի համար, իմ ծառայության համար, գուցե քո երկրի համար, գուցե ուրիշների համար, այն ինչ որ դու խոսել ես իմ սրտի հետ, դու խոսել ես իմ միջոցով, ես հավատում եմ, որ դրա հեղինակը դու ես, եւ ես հիմա աղոթում եմ, որպեսզի դրանց պատասխանը գա իմ կյանքի մեջ, որպեսզի ես տեսնեմ դրանք իմ կյանքի մեջ իրագործված, ես քեզ վստահեցնում եմ, սիրելի Աստծո զավակ, որ կտեսնես կրակը քո կյանքի մեջ, կտեսնես այդ կրակի զորությունը իջնելուց քո կյանքի մեջ, ուղղակի փափագիր եւ կանչիր, Տեր, թող քո կրակը գա, եւ մի վախեցիր։ Գիտեք, վերջին միտքը որ կուզեմ ասեմ, որ այդ աղոթքի ժամանակ, երբ որ աղոթում էի, հետևյալն էր. Տեր, ես չեմ ուզում սովորական այցելության։ Եվ երեք էլ երբ որ մենք նորից մեր տղաներով ստեղ աղոթում ենք, այդ աղոթքը բարձրացավ իմ մեջ։ Տեր, չեմ ուզում, որ սովորույթի եւ սովորական ներկայության մեջ գնացող եւ սովորական ներկայության փափագող լինեմ։ Գիտեք, սիրելիներ, շատ անգամներ մենք սովորել ենք։ Դե պետքա գանք եկեղեցի, նստենք աթոռներին, ստեղ փառաբանության խումբ պետքա լինի, իրանք երգեն, մենք էլ կամ մասնակցենք կամ չմասնակցենք, բառերը գիտենք թե չգիտենք։ Մի եղբայր էլ կկանգնի, կխոսի, կլսենք, գնահատականներ կտանք կամ չենք տա։ Սիրելի, սա սովորույթ է, սա սովորական մոտեցում Աստծո ներկայությանը։ Երբ որ ես աղոթում էի, Տերը խոսեց եւ ասեց.
Ես ուզում եմ, որ ամեն ժամանակ գերբնական ներկայության փափագողներ լինենք։ Եվ երբ որ գալիս Աստծո կրակը, այն մեզ սովորական վիճակից, մեր մանավոր սովորույթներից, հանում է և տանում գերբնական հոգու վիճակի մեջ։ Աշակերտներն սկսեցին սովորական այցելություններով, Հիսուսի հետ սովորական քայլերով, նրա հետ սովորական շփումներով, բայց նրանց վերջի կետը, որ եղավ, գերբնական Աստծո հայտնությունն էր։ Նրանք սովորել էին Հիսուսի հետ քայլել, սովորել էին, որ Հիսուսը պետքա խոսի նրանց հետ, իրանք լսեն, որոշ տեղերում Պետրոսը պետքա հակառակվեր ասեր, չէ Հիսուս, դու սխալ ես ասում, բայց երբ որ Աստծո ներկայությունն իջավ, այն Պետրոսը, որը մի քանի օր առաջ, մի քանի ընթացք առաջ Հիսուսին մերժել էր, ասել էր ես նրան չեմ ճանաչում, նա կանգնեց ամբոխի մեջ եւ ասեց, սա այն Հիսուսն է, որին մենք ծառայում ենք։ Նա մտավ այդ գերբնական ներկայության մեջ, նա այլևս չվախեց որևիցե մեկի դատապարտությունից, որևիցե մեկի հակառակությունից եւ խոսքերից, նա ուղղակի հոգու ներկայության մեջ էր։ Նա այլևս մարմնի մեջ գնացող Պետրոսը չէր, նա հոգու ներկայության մեջ շարժվող Պետրոս դարձավ։ Որովհետեւ Աստծո կրակը եկել էր նրա կյանքի մեջ։ Կուզեմ այսօր մենք էլ կանգնենք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր, թող քո այդ կրակը գա, թող քո կրակի ներկայությունն իջնի այսօր իմ վրա, որպեսզի այն ինչը որ մարդկային է, այն ինչը որ սովորական է դարձել այլևս, այն պաշտամունքը, որ իմ կյանքի մեջ սովորական է դարձել, այն երկրպագությունը, որ իմ կյանքում արդեն սովորական է դարձել, ես սովորույթի համաձայն եմ գործում, ես հոգնել եմ դրանից, ուզում եմ ազատվել, ես ուզում եմ մտնել գերբնական ներկայությանդ մեջ։ Սպասում, աղոթք և հնազանդություն։ Երբ որ այս երեքը կմիատեղվեն քո կյանքի մեջ, և դու կունենաս սպասում Տիրոջ ներկայությանը, և դու հնազանդ կլինես նրա կամքին, և դու կփափագես ու աղոթքով կխնդրես, այդ կրակը կգա քո կյանքի մեջ։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ եթե դու համաձայն ես, եւ եթե այս խոսքերը քո մեջ ինչ-որ որոշում փոխեց, ինչ-որ բան արթնացրեց, դու այսօր կանչիր Տիրոջը եւ քո փափագը հայտնիր նրան։ Սա Տեր, ես փափագում եմ քո ներկայությանը։ Եթե դու իսկապես ցանկանում ես, որ այդ ներկայությունը գա, այդ կրակի զորությունը գա քո կյանքի մեջ այսօր եւ քո կյանքի մեջ բարձրացած իրավիճակներ փոխի, դու դա հայտնիր Տիրոջը։